Բարև ձեզ Civilnet-ի հարգելի դիտողներ, առաջիկա րոպեներին զրուցելու եմ RoboMart ընկերության համահիմնադիր Գիտուժ նախաձեռնության անդամ Տիգրան Շավերդյանի հետ։ Ողջույն Տիգրան։ Ողջույն։ Նոյեմբերի 10-ին Գիտուժը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը, ինչպես նաև ռազմաարդյունաբերության կոմիտեի եւ գիտության կոմիտեի նախագահները։ Մինչև հանդիպման արդյունքների եւ ամփոփման մասին խոսելը նշենք, թե թեման որն էր, ընթացքում զրուցել եք Հայաստանի կարիքներից բխող հետազոտությունների եւ մշակումների համակարգի զարգացման մասին, առաջարկություններ ու դիտարկումներ եք արել, բայց կուզեի մեր դիտողներին ներկայացնենք առհասարակ ինչ է նշանակում հետազոտությունների ու մշակումների համակարգ, ինչի է դա մեզ պետք եւ ինչ է դա ընդհանրում առհասարակ։ Շատ լավ, փորձեմ ծեր ներկայացնեմ, շատ լայն թեմա է։ Սովորաբար մեր մոտ ավելի շատ խոսում են գիտությունից, հա, մի քիչ ավելի տենց հասկանալի, տենց եզրույթ է, բայց իրականում հետազոտությունների մշակումները իր մեջ ներառում են գիտական գործունեությունը, բայց նաև ունեն այդ մշակումների մասը, այսինքն հետազոտությունները դա հենց գիտական հետազոտության մասն է խոսքը, մշակումների մասն էլ դա արդեն եղած գիտելիքի կիրառումն է, եթե պարզ ասենք, իհարկե այնտեղ ավելի հստակ սահմանումներ կան, թե ինչն է մշակում, որտեղ ցանկացած գործ երևի կարելի ասել գիտելիքի կիրառում է, հա, բայց այդտեղ մի քիչ ավելի նեղ իմաստով է, ուղղակի այս դեպքում նոր գիտելիք չի ստեղծվում, հա, ի տարբերություն գիտական հետազոտությունների։ Դա համաշխարհային այդպես հայտնի երևույթ է, եզրույթ է, որը բավականին բոլոր երկրներում է կիրառվում է, նույնիսկ միջազգային այդպես ընդհանրացված սահմանումներ կան իրենց չափորոշիչներով, անգլերեն ասում են research and development, հա, ես երևի շատերը լսել են։ Հիմա դա վերջերս իմջալուց դարձավ մեր մոտ սահմանված եզրույթ օրենսդրորեն, էլի մեր գործունեության նաև հետևանքով, որտեվ օրենքի առաջին տարբերակում դա սահմանված չէր, այս վերջերս ընդունված նոր օրենքի մեր ոնց որ աշխատանքի շնորհիվ նախարարության հետ վերջում վերջնական տարբերակում դա մտավ արդեն որպես եզրույթ։ Հիմա խնդիրն նրանում է, որ ամբողջ աշխարհում այդ գործունեության տեսակը, հա, հետազոտություն եւ մշակումներ, որի մեջ մտնում է եւ գիտական գործունեությունները եւ տեխնոլոգիական մշակումները, օգտագործումը շատ կարևոր որպես գործիք պետության կողմից հզորանալու, հա, բոլոր ամենակարևոր հարցերը, բոլոր ուղղությունները։ Իսկ այդ համակարգը նպաստում է պետության մրցակցությանը, տնտեսական եւ մրցունակությանը, տնտեսական եւ անվտանգային։ Այո, ոնց որ պետության եթե նայենք ամենագլխավոր խնդիրներից, ամենաբազային խնդիրներից մեկը ցանկացած ինքնիշխան պետության դա անվտանգության ապահովումն է իր բոլոր խնդիրների սպեկտրով, հա, մենակ ռազմականը չի։ Տնտեսության զարգացումն էլ պարզա դա ոնց որ էլի կարևորագույն նպատակ է, որը բարեկեցության վրա ազդում, ոնց որ ռեսուրսներ է ստեղծում, որպեսզի նույն անվտանգությունը ապահովենք եւ այլն, հա։ Դրա համար աշխարհում միշտ, քանի որ խոսքը գնում է պետության կողմից ներդրումների մասին, հա, դա ոնց որ հարկատուներից հավաքած գումարներ է եւ պետք է հասկանալի լինի, ուղիղ կապ լինի, թե ինչպես է դա պետության խնդիրներ է լուծում, որովհետեւ վերջ-վերջո դա ոնց որ այդ հարկատուների հավաքական շահին պետք է ծառայի, հա, եթե պետության բյուջեից է ֆինանսավորվում։ Հիմա մեր բարձրաձայնած խնդիրը այստեղ նրանում էր, որ մենք այդ համակարգում ունենք բացեր այնպեսին, որ պետության այդ տնտեսական նպատակներով ֆինանսավորվող հետազոտության մշակումների մասով մենք ունենք բացեր, մենք անվտանգային մասով ունենք բացեր, ակադեմիական գիտության մասով քիչ թե շատ լավացել է վերջի տարիներին, մասնավորապես մեր նաև ակտիվության եւ աշխատանքի շնորհիվ պետական մարմինների հետ ֆինանսավորում ավելացավ, որի նպատակներ մենք էլ ենք դա ուզում, որպեսզի կանգնեցնենք գիտության վերացումը Հայաստանում, հա, բայց դա առաջին խնդիրն էր, որը մենք ուզում էինք լուծենք եւ հետագայում սպասում էինք, որ 1-2 տարվա ընթացքում արդեն այն մյուս բլոկներում, այդ տնտեսական եւ անվտանգային բլոկներում խնդիրները կլուծվեն համակարգային, բայց դա փաստացի տեղի չունեցավ եւ այդտեղ պատմական ոնց որ խնդիրներ կա, հա, այդ ոնց որ մեր անկախացումից սկսած այս հարցը իրականում կա եւ այս տարիների ընթացքում մենք ակտիվ աշխատում էինք տարբեր մարմինների հետ, իհարկե նաեւ այս նոր օրենքի հարցը ահագին ասեմ անիմաստ ժամանակ ինչ որտեղ տարավ եւ մեզանից եւ նաեւ պաշտոնյաներից, որպեսզի ավելի ճիշտ էր կենտրոնանալ ոչ թե կատարողների համակարգի ոնց որ փոփոխության վրա, որի մեջ շատ մեծ ռեսուրսներ ու ջանքեր են դրվում, այլ իրականում պատվերի համակարգի կայացման հարցում, հա, որը մենք լուրջ բաց ունենք, որտեվ դրանից է հետո բխելու, թե մեզ ինչ կատարողների համակարգ է պետք, հա։ Եթե պատվերի համակարգը ձևակերպված չի ամբողջական, մենք համարում ենք անիմաստ զբաղվել կատարողների համակարգի այդ տեսակ համակարգային փոփոխություններով։
Հիմա մեր ինչ է առաջարկել մասնավորապես վարչապետին։ Փաստացի եկանք, ոնց որ ներկայացրեցինք այս խնդիրը, ներկայացրեցինք եղած ոնց որ լանդշաֆտը Հայաստանում, հա, այսինքն այդ համակարգի տեսանկյունից ինչ կա, ինչ մեխանիզմներ տենց ընթացքում են ու մենք կուզենք որ արագ դա ձևավորվի, հա, մասնավորապես այնտեղ մի քանի ռազմավարություններ հիմա մշակվում, որոնք այդ համայնքի հետ ինչ որ կոորդինացիա կա, հա, այսինքն շփում կա, մասնավորապես այդտեղ ՊՏԱ նախարարության մասին, հա, խոսքը եւ ինչ չկա ընդհանրապես, հա, ու մեր ոնց որ հարցը նրանում էր, որ մենք ինչի ենք եկել նախ այն պատճառով, որովհետեւ այս բացերը ակնհայտ են դարձել, որտեղ մենք շփվում ենք տարբեր պաշտոնյաների հետ ու հաստատի այդ հարցերում ոնց որ տեր չկա, հա, մասնավորապես ամենակարևոր ոնց որ բացը, տենց ոնց ասեմ զրացողը, դա անվտանգային այդ բլոկում է, որտեղ եթե դնենք մի կողմ, որ ունենք ռազմաարդյունաբերության կոմիտեն, որը կոնկրետ պաշտպանական անվտանգային մասին է, բայց մյուս հարցերով մենք փաստացի չունենք այսօր պատասխանատու, որը որ պետք է ֆինանսավորի հետազոտությունների մշակումները, ասենք ինչ հարցեր նկատնեմ, դա պայմանային անվտանգությունն է, դա սեյսմիկ անվտանգությունն է, դա ջրային ռեսուրսների անվտանգությունն է, էներգետիկ անվտանգությունն է, դա առողջապահական խնդիրներ են, որոնք այսօր, չգիտեմ, մեր օդի որակն ենք նայում կամ քաղցկեղի ցուցանիշները, ոնց որ դա լուրջ անվտանգային խնդիր է, էլի։ Ես առաջարկում եմ ինչ-որ ավելի գործնական օրինակի վրա սա փորձենք պրոյեկտել, որպեսզի ավելի հասկանալի լինի այդ նշած թերի ոլորտներում, եթե գործեր պետություն, գիտություն այդ ճիշտ համագործակցության մոդելը, օրինակ ինչ դեպք կարող ենք առանձնացնել ու դրա օրինակով ցույց տալ, թե ինչ արդյունք կունենայինք, որ հիմա չունենք։ Կարող ենք օդի աղտոտվածություն վերցնել կամ բարենային անվտանգության հետ կապված խնդիրները, որոնք որ շատ լավ, նախստե մի անգամից ասեմ, որ խնդիրը մենակ գիտնականների մեջ, այսինքն գիտնականները չեն այստեղ հնարավոր խնդիրներ լուծել, նաև ճարտարագետներն են, մեր մոտ սա հաճախ մոռանում են։ Չէ, որպեսզի այդ կառուցվածքային շղթան ավելի պատկերացնի։ Հիմա ասեմ, օրինակ, եթե այդ օրինակը շատ ենք բերել, կարելի է այլ բնակարանից, բայց բարենային եթե վերցնենք, հա, հատկապես մեր նման ոնց որ 4 կողմից ցամաքային սահման ունեցող երկրի դեպքում խնդիրը, հա, բարենային անվտանգությունը, հատկապես հաշվի առնելով մենք գիտենք, այդ ցուցանիշները թե մեր այն կարևոր բարենային ոնց որ զամբյուղի քանի տոկոսն է տարբեր ոնց որ տեսակների մեջ ներմուծվում։ Եվ եթե օրինակ ասենք մենք ունենանք ինչ որ ճգնաժամային իրավիճակ, պատերազմային իրավիճակ, երբ որ սահմանները ասենք բարդ եւ չեն կարողանում ասենք բարենային ներկրում կատարել, մենք պետք է ինչ որ ոնց որ պլան ունենանք հիմա, թե ոնց ենք այդ ռիսկերը կառավարում, հա, այսինքն այդ իրավիճակում ինչ ենք անելու։ Դա տարբեր տեսակի աշխարհում ինչ որ լուծումներ կան, հա, որը պետք է ասենք կոնկրետ մեր դեպքում ուսումնասիրվի, թե ինչ տեսակ լուծումներ են հնարավոր եւ դրա այդ ամեն ուղղություններով, հա, որտեղ մենք տեսնում ենք հնարավոր լուծումների առաջացում, պատվիրվի ոնց որ հետազոտությունների մշակումների աշխատանքներ, որոնք հնարավոր լուծումներ կտան։ Դա կարող լինի ասենք տենց ավելի հասարակական հումանիտար բլոկում, որտեղ ասենք դա լոգիստիկայի տեսանկյունից է, հա, ոնց որ պլանավորվում է լոգիստիկան, ինչ որ ռեզերվներ, ռազմավարական եւ այլն, հա, կարող է լինի նաեւ ավելի տենց STEM ուղղություններով, երբ որ ասենք մենք նայում ենք, թե ինչպես կարող ենք մեր ինքնաբավությունը ապահովել ոչ թե ռեզերվների տեսանկյունից, այլ այնպես որ մեր մոտ արտադրվող ասենք բարենային այդ զամբյուղը լինի ավելի մրցունակ, հա, ներկրվողի հանդեպ, դա կարող լինի, չգիտեմ, ռոբոտոտեխնիկայի միջոցով, որ կարող է ավելի էժանացնի, հա, այդ սննդի ծոր ստեղծումը, հա, կարող է լինի բիոտեխնոլոգիաների միջոցով, որպեսզի ասենք ինչ-որ հատուկ տեսակներ մշակվեն, որոնք մեր պայմաններում են աճում։ Սա մտքեր են, էլի, ուզում ասեմ, սա այն խնդիրն է, որ պետք է ուսումնասիրվի, վերլուծությունն կատարվի եւ որոշվի, ասենք, այսինչ ուղղություններով մենք պետք է իրականացնենք հետազոտությունների մշակումներ, հա, պետության կողմից պետք է ֆինանսավորվի կամ խթանվի նաեւ մասնավորում, ասենք, այդպիսի հետազոտությունների մշակումների իրագործումը եւ դրա համար պետք է ֆինանսավորում հատկացվի։ Հետո արդեն ծոր արդյունքներով կտեսնենք, հա, ինչն է ընթացքում կերևա արդյոք ստացվում է այդ ուղղությամբ ինչ որ արդյունքներ գրանցնել թե չէ, եւ կարելի է միշտ մշտադիտարկում իրականացնել։ Հիմա այս բանին մենք փաստացի չկա, այսինքն այդ պատասխանատուն պետության մեջ ով պետք է այդ խնդիրը իրականացներ, չկա, հա, բարենային անվտանգության համար կան պատասխանատուներ, բայց այդ խնդիրը կրողից մինչև պոտենցիալ իրականացնող ճարտարագետ ու գիտնական, որ այդ շղթան չի գործում։
մենք կարծում ենք, որ միջանկյալ ուղղակի պակաս կա, որը պետքա այդ ամբողջ ոնց որ հանձնարարական ստանա, դա իրականացնել պետքա պողակը հանդիսանա եւ մասնապես նաեւ դրա մասին էլ խոսում էինք։ Արդյունքներին կանդրադառնանք, այս հետաքրքիր է այդ ոնց հասկանում եմ, պետք է պետությունը, եթե բարձ ասենք պատվեր իջեցնի, այսպես ասած, եւ նպատակային հետազոտություններ իրականացվեն կոնկրետ ոլորտներում, ոչ թե ուղղակի ֆինանսավորի եւ պատվերը մի քիչ տես լայն իմաստով նայենք, այսինքն այստեղ խոսքը մենակ չի գնում որ պետությունը տենց ամեն ինչ մտածի, գա, ասի, գիտեք, այս տեսակ Դա է ուզում հասկանալ, ով պետք է այդ ուղղությունները սահմանի կամ այդ հետազոտությունների անկյունը սահմանի։ Դե եմ ասում, կան տարբեր գերատեսչություններ, տարբեր խորհուրդներ, ասենք անվտանգության խորհուրդ նաև, հա, որոնք կրողն են այդ խնդիրների, հա, այսինքն այդ խնդիրները, որոնց մասին մենք խոսում ենք, այդտեղ ինչ-որ ձև հավաքագրված են։ Հիմա մեզ պետքա որպեսզի դրանց լուծման ճանապարհներից նաև մեկը դիտարկվի որպես հետազոտություն եւ մշակումներ, որովհետեւ տեսեք անվտանգային եթե հարցերի շուրջ նայենք, այստեղ խնդիրը ավելի շատ ոնց որոշիչը ոչ թե ասենք շահութաբերությունն է, ինչպես ասենք տնտեսական հետազոտություն մշակումների, այս դրանց մասին խոսացի, բայց տարբերումներ կան, հա, չենք առանձնացնում, որտեղ տնտեսականի մեջ որոշիչը, չափորոշիչը դա շահույթն է, հա, անվտանգային մեջ չափորոշիչը դա հասանելիությունն է ինչ որ կրիտիկական տեխնոլոգիաներին, պրոդուկտներին։ Հիմա այդ սահմանը մեր մոտ հստակ այս բան եթե գծված էլա մեզ հայտնի չի, այսինքն դա հավանաբար ինչ որ տեղ կա կամ պետքա եթե պարզվի որ դա չկա, ուրեմն առաջին հերթին դա պետքա ուրեմն խնդիր դնենք լուծելու, որից հետո հասկանալ կլինի որ այդ խնդիրները լուծելու համար մենք պետքա ոչ թե շահութաբերության լոգիկան օգտագործենք, այլ ոնց որ այնպիսի խնդիր դնենք լուծել, որ մենք մեզ հասանելի լինեն այդ լուծումները, տեխնոլոգիաները, ապրանքները։ Հիմա այդ խնդիրների կրողներից մեկը պետքա խոսի, հա, ինչ որ թիմ պրոֆեսիոնալների, ովքեր պետք է իրենց հետ շփվեն, որոնք նաև կարողանում են շփվել հնարավոր կատարողների հետ, հա, գիտնականների, ճարտարագետների հետ, պետական սեկտորում, մասնավոր սեկտորում, այստեղ նաև շատ կարևոր հասկանալ, որ շատ հարցերում ակնհայտ դառնալու, որ մենք չունենք այդ մասնագիտական համայնքը, ճարտարագետներ, գիտնականներ, ովքեր կարող են լուծել։ Եվ հենց առաջին խնդիրը պետքա դառնա դա ձևավորել, հա, իսկ եթե ինչ որ նոր, չգիտեմ, ինստիտուտ պետքա ձևավորվի կամ գիտական խումբ, ուրեմն պետք է այդպիսի խնդիր դրվի, քանի որ գործ ունենք անվտանգային խնդիրների հետ, հա, որտեղ անընդհատ ոնց որ հույս դնես ինչ որ արտաքին կատարողների վրա, դա էլ է, հա, անվտանգային ռիսկեր առաջացնում։ Ոնց որ այդ մեր կարծիքով այդ միջանկյալ օղակը չկա, հա, որը պետք է կարողանա շփվի եւ խնդիրները կրողների, սա իմ ջանից ոնց որ այնտեղ տարբեր լուծումներ քննարկվեց, այդ միջանկյալ օղակը կարող է լինի ավելի տենց ապակենտրոնացված, կարող է լինի կենտրոնացված, բայց մարդիկ, ովքեր պատասխանատու են մշակել ծրագրեր, հա, ասենք գան դնեն սեղանին ծրագիր նակ ռոբոտոտեխնիկայի թեմա, օրինակ, հա, գիտեք, Հայաստանում պետք է իրականացվի այդպիսի ծրագրեր, որովհետև դրանցից մենք ակնկալում ենք ինչ որ խնդիրների լուծում, հա, այդ ծրագրերի վերջում։ Պատասխանատուն այդպիսի ծրագրերի մշակման չկա։ Մասնավորապես հետաքրքիր որ վարչապետը հարցեց, այսինքն մենք բարձրացրեցինք, որ խնդիր կա, որ մեր մոտ ընդհանուր հետազոտության մշակումների ծախսերը շատ ցածր են, այսինքն հիմա մոտավորապես 35% ՀՆԱ-ի, եւ մենք հենց գիտուժի սկզբից էլ պահանջում էինք, որ 1%-ի հասնի, հա, եւ մասնավորապես ասացինք, որ ակնկալում ենք այդպիսի հանձնառություն, հարց առաջացավ, այսինքն ուզում եք ոնց որ ֆինանսներ հատկացվի, հետո նոր ծրագրեր դրվեն, ասում եմ, որտեղ եթե ծրագրեր լինի, խնդիր չունենք ֆինանսավորել, ասենք տվյալ դեպքում խնդիրը նրանում է, որ ծրագրի մշակող չկա, հա, այն օղակը, որը հանձնարարական ունի ծրագիր մշակելու եւ դնելու կառավարության ոնց որ քննարկմանը չկա։ Դա է խնդիրը գլխավոր, որ պետք է լուծել, որպեսզի հետո ծրագրեր առաջանան եւ դրանց համար արդեն հաջորդ քայլը կլինի, որ հատկացվի համապատասխան միջոցները։ Ի վերջո ամփոփելով ինչ որ ընդհանուր հայտարարի եկաք ամբողջ խմբով ու հետագա քայլերը որոնք են լինելու։ Դե մեր ոնց որ առաջին ակնկալիքը նրանում էր, որ հանձնառություն վերցրվի այդ բոլոր ուղղություններով, որ մենք նկարագրել ենք, ոնց որ ռազմավարական բացերը կփակվեն, այսինքն կլինեն տարբեր ռազմավարություններ կամ որոնք փոխկապակցված են, այսինքն եթե մենք անվտանգային թեմաների շուրջ ունենք ինչ-որ ռազմավարություններ, ունենք տնտեսականի, ակնհայտ է, որ նաև ակադեմիական գիտության մեր ռազմավարությունը պետք է կապված լինի դրանց հետ, հա, այսինքն առաջնահերթությունները պետք է ընտրվեն ըստ մյուս ծրագրերի, փոխկապակցված ներդաշնակ, որպեսզի այս ուղղությունները աշխատեն, եւ որ ընդհանուր մեր հետազոտության մշակումների ֆինանսավորումը հասնի ՀՆԱ-ի պետական ֆինանսավորումը հասնի ՀՆԱ-ի 1%-ի։ Երկրորդ կետը կարևոր դա էր, որ այդ մարմնի
ձևավորման մասին էր խոսքը, որ ասում եմ պատասխանատու մարմինը չկա։ Այդտեղ տարբեր առաջարկներ մենք ներկայացնենք, թե ինչ ձևաչափով է աշխարհում տարբեր երկրներում դա արվում եւ քննարկում ինչ որտեղ գնաց, թե Հայաստանում որն է ճիշտ։ Այսինքն ամենակարևորը երբ ձեռքբերումից նա էր, որ գրանցվեց, հա, ոնց որ այդտեղ արձանագրվեց, որ այդ խնդիրը կա, հա, մենք մինչև հիմա ոնց որ կառավարության ղեկավարի մակարդակով չենք տեսել խոսակցություն արձանագրում, որ այս խնդիրը կա, հա։ Հիմա դա տեղի ունեցավ, արդեն քննարկում ենք լուծման ճանապարհները եւ այդտեղ ինչ որ, ասենց ասեմ, ոնց որ brainstorm գնաց, հա, տարբերակների դերական եւ բացական կողմերի քննարկումներ վերջում իհարկե մեզ ցանկալի էր որպեսզի ինչ որ որոշում կայացվի այդ պատասխանատվուն ոնց որ նշանակվի կամ հանրություն վերցնի, որ մոտակա ժամանակում կնշանակվի։ Առաջարկ եղավ, որ հետազոտություն իրականացնենք, թե Հայաստանի համար որն է ճիշտ մոտեցումը, այսինքն ուսումնասիրենք այլ երկրների փորձը, մեր իրականությունը եւ ինչ որ լուծումների գանք եւ ամենայն դեպս հանրություն վերցրեց, որ կառավարությունը հենց այդ տեխնիկական առաջադրանքը մշակվի, պատրաստա ֆինանսավորել այդ հետազոտությունը, որպեսզի հասկանանք, թե Հայաստանում դա ինչպես պետք է լինի։ Եվ նաև կարևորն էր, որ պատասխանատու կոնկրետ նշանակվեց կառավարության կողմից։ Հիմա մենք շարունակում ենք աշխատել։ Իրականում, հա, ակնկալիքը ավելի արագ տեղի ունենալն էր, բայց սա էլ է փաստացի դրական զարգացում, որ խնդիրը ընդունել ենք, որ կա, նշանակել ենք պատասխանատուներ, այսինքն հետագա քայլերն ենք ասեմ մշակել։ Այսինքն լիահույս եք ավելի շատ մոտ ապագայում ինչ որ փոփոխություններ տեսնել այս համագործակցության արդյունքում, թե ժամանակը ցույց կտա։ Ժամանակը ցույց կտա, մենք մեր կողմից ոնց որ աշխատում ենք ում հետ հարկավոր է, որպեսզի օգնենք, եթե կարևոր է։ Մեր համար որպես կոնկրետ առաքելություն ունեցող ապակուսակցական նախաձեռնություն խնդիրն է նա, որ այս խնդիրը որպես պետականության կարևորագույն խնդիրներից մեկը լուծվի։ Շնորհակալ եմ Տիգրան։ Ձեզ շնորհակալություն։ Ես զրուցում էի Ռոբոմարտ ընկերության համահիմնադիր Գիտուժ նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանի հետ։ Ցտեսություն։